2014 թվականի դեկտեմբերի 28-րդ օրը, երբ Բերլինի կլինիկայի անձնակազմը մտավ պալատ 117, նրանք գտան մի բան, որը չպետք է գտնեին։ Հիվանդանոցային սեղանի վրա, ցավազրկողների ամպուլների կողքին, ընկած էր ձեռագիր 17 հեչխիտ, փոքրատար գրվածք, որի յուրաքանչյուր տող թրթռում էր այնպիսի ինտենսիվությամբ, որ կարող էր վառել ձեռքերը։ Վահան Հովհաննիսյանը, Հայաստանի դեսպանը Գերմանիայում, մարդը, ով 3 տասնամյակ շարունակ խոսել էր ավելի բարձր, քան ցանկացած ուրիշը, հասցրել էր ավարտել իր վերջին տեքստը ուղիղ 3 ժամ առաջ, քան սիրտը կանգ առավ։ Բայց այս տեքստը երբեք չհրապարակվեց ամբողջությամբ։ Դաշնակցության բյուրոն ստացավ այն առաջինը, կարդաց փակ դռների հետևում եւ որոշեց հայ ժողովուրդը պատրաստ չէ լսելու ամբողջ ճշմարտությունը։ Ինչու՞։ Ինչ էր գրված այդ 17 էջերում, որ նույնիսկ նրա ամենամոտ ընկերները վախեցան հրապարակել։ Եվ ամենակարևորը, արդյոք այն, ինչ մենք կարդացինք որպես Վահան Հովհաննիսյանի կտակ, իսկապես նրա վերջին խոսքն էր, թե միայն մեղմացված գրաքննված տարբերակը։ Երբ 2013 թվականի դեկտեմբերի 28-րդ օրը Սերժ Սարգսյանը ստորագրեց հրամանագիրը Վահան Հովհաննիսյանին Գերմանիայում Հայաստանի դեսպան նշանակելու մասին, քաղաքական Երևանը սառեց անհավատությունից։ Մարդը, ով տասնամյակներ շարունակ եղել էր իշխանության ամենակոշտ քննադատներից մեկը, ով 2008 թվականին համարձակվել էր մրցել նախագահական պաշտոնի համար, ով յուրաքանչյուր ելույթում անվանում էր կոռուպցիան, ազգային դավաճանությունը, պետականության քայքայումը իրենց իսկական անուններով, հանկարծ ստանում էր դիվանագիտական անձեռնմխելիություն և պետական ֆինանսավորմամբ բուժման հնարավորություն Եվրոպայի լավագույն կլինիկաներում։ Պաշտոնական տարբերակը հնչում էր ազնվականորեն, հարգանքի տուրք հիվանդ քաղաքական գործչին հնարավորություն ապահովել որակյալ բուժում։ Բայց նրանք, ովքեր գիտեին Հովհաննիսյանի իրական առողջական վիճակը, հասկանում էին, սա էր վերջին գործարքը։ Քաղցկեղը արդեն տարածվել էր այնպես, որ բուժումը կարող էր միայն երկարացնել ցավը, Ոչ թե փրկել կյանքը։ Իսկ իշխանությունը ստանում էր ավելի արժեքավորը, վտանգավոր, խարիզմատիկ ընդդիմադիրի հեռացումը ակտիվ քաղաքական դաշտից, առանց ձերբակալությունների, առանց սկանդալների, առանց նոր մարտիրոսների ստեղծելու։ Արդյոք Վահան Հովհաննիսյանը հասկանում էր, որ ընդունելով այս պաշտոնը նա ստորագրում է լռության պայմանագիր, թե նա արդեն ուներ պլան, ինչպես խախտել այդ պայմանագիրը վերջին շնչից առաջ։ Բերլինի հիվանդանոցային պալատում, որտեղ նա անցկացրեց իր վերջին 11 ամիսները, Վահան Հովհաննիսյանը ապրում էր կրկնակի գոյության մեջ։ Առավոտները նա փորձում էր կատարել դեսպանի պարտականությունները, ընդունել պաշտոնական այցելուներին, ստորագրել փաստաթղթեր, պահպանել արտաքին կերպարանքը։ Բայց երեկոները պատկանում էին մեկ այլ աշխատանքի։ Նա գրում էր։ Նախ Մանդիլիոն վեպը, պատմաինտելեկտուալ դետեկտիվ, որտեղ բյուզանդական սրբազան կտավի որոնումների պատմության մեջ նա թաքցրել էր ալեգորիաներ Հայաստանի իշխանական համակարգի մասին։ Ապա նամակներ, անձնական նամակներ իր կուսակիցներին, որոնցից մի մասը հետագայում միաձուլվեցին այն տեքստի մեջ, որը կոչվեց քաղաքական կտակ։ Նրա ձեռագիրը փոխվում էր ամիսներ անց ամիս, ցավազրկողները թուլացնում էին մկանները, բայց մտքերը դառնում էին ավելի սուր, ավելի անողոք։ Բուժաշխատուհիները, ովքեր մտնում էին պալատ, տեսնում էին նույն պատկերը՝ նիհար, գրեթե թափանցիկ մարդ, որը նստած է բարձի վրա, ծնկների վրա նոութբուք և գրում է այնպիսի կենտրոնացվածությամբ, կարծես պայքարում է ժամանակի դեմ։ Եվ նա իսկապես պայքարում էր։ Նա գիտեր, որ մահը գալիս է և ուներ ճշգրիտ հաշվարկ։ Քանի օր է մնացել, որպեսզի հասցնի ասել այն, ինչ չի կարող չասել։ Բայց ինչու էր նա այդքան վստահ, որ նրա խոսքերը կհասնեն հասցեատիրոջը, եթե գիտեր, որ կուսակցությունը կարող է դրանք թաքցնել։ 2014 թվականի դեկտեմբերի 25-րդ օրը, 3 օր մինչև մահը, Վահան Հովհաննիսյանը ստացավ այցելու, որը չէր գրանցվել դեսպանատան պաշտոնական մատյանում։ Կլինիկայի անվտանգության տեսախցիկները ֆիքսեցին միայն ստվեր, մարդ, ով մտավ երեկոյան ժամը 21-ին, երբ այցելուների ժամերը վաղուց անցել էին և դուրս եկավ կեսգիշերին։ Ով էր այդ մարդը, անհայտ է մինչ օրս։ Բայց հաջորդ առավոտ բուժաշխատուհիները նկատեցին, որ Հովհաննիսյանի վիճակը կտրուկ վատացել է, ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես։ Նա հրաժարվեց ցավազրկողներից, պահանջեց թուղթ և գրիչ և սկսեց գրել ձեռքով, թեև նոութբուքը կանգնած էր կողքին։ Կարծես այն, ինչ նա գրում էր հիմա, չպետք է թողներ էլեկտրոնային հետք։ Երբ բուժքույրը փորձեց մոտենալ, նա խնդրեց թողնել իրեն մենակ։ 17 ժամ անընդմեջ, առանց քնի, առանց սննդի, նա գրեց տեքստ, որի յուրաքանչյուր տող էր ապտակ։
Ով էր այդ գիշերային այցելուն, որը բերեց նրան վերջնական վճռականությունը, գրելու այն ամենը, ինչ մինչ այդ պահում էր ներսում։ Եվ ինչու էր նա վստահ, որ այս անգամ նրա խոսքերը չեն կարող ոչնչացնել։ Երբ Վահան Հովհաննիսյանը ծնվեց 1956 թվականին, խորհրդային Հայաստանը ապրում էր կեղծ հանգստության մեջ։ Նրա ընտանիքը պատկանում էր հին դաշնակցական արմատներ ունեցող շրջանակներին, այն մարդկանց, ովքեր հիշում էին առաջին հանրապետությունը, Ովքեր գաղտնի պահում էին արգելված գրքեր, ովքեր երեխաներին սովորեցնում էին ազգային պատմություն ոչ թե դպրոցական դասագրքերից, այլ ընտանեկան հիշողություններից։ Փոքր Վահանը մեծացավ պատմությունների մեջ։ Սարդարապատի ճակատամարտի, Մայիսյան ապստամբության, Նժդեհի եւ Դրոյի անունների, որոնք պաշտոնապես արգելված էին, բայց ապրում էին ընտանեկան հիշողության մեջ։ Նա սովորեց կարդալ ոչ միայն տողերը, այլ նաև տողերի արանքը։ Հասկանալ, թե ինչ է թաքնված պաշտոնական պատմագրության հարթ նախադասությունների հետևում։ Երբ նա մտավ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, արդեն գիտեց, որ նրա կյանքի առաքելությունը կլինի վերականգնել ճշմարտությունը։ Ոչ թե այնպիսին, ինչպիսին ցանկանում են տեսնել իշխանությունները, այլ այնպիսին, ինչպիսին է իրականում։ Բայց նա դեռ չգիտեր, որ այս առաքելությունը կպահանջի նրանից ամեն ինչ՝ առողջությունը, անձնական երջանկությունը եւ վերջում կյանքը։ Արդյոք նա կընտրեր նույն ճանապարհը, եթե գիտեր, թե որտեղ կավարտվի այն։ 2000 թվականների սկզբին, Երբ Հայաստանը անցնում էր Քոչարյանի իշխանությունից Սարգսյանի իշխանությանը, Վահան Հովհաննիսյանը արդեն դարձել էր դաշնակցության ամենաճանաչելի դեմքերից մեկը։ Նրա ելույթները ազգային ժողովում էին իրական թատրոն։ Նա խոսում էր այնպիսի կրքով եւ համոզչությամբ, որ նույնիսկ քաղաքական հակառակորդները լսում էին հիացմունքով։ Բայց նրա ուժը չէր միայն հռետորաբանության մեջ։ Նա ուներ բան, ինչը հազվադեպ է քաղաքական գործիչների մոտ՝ ներքին համոզվածություն, որ չի կարելի զիջել սկզբունքներին հանուն աթոռի։ Երբ 2008 թվականին նա որոշեց մրցել նախագահական պաշտոնի համար, շատերը համարեցին դա անհեռատես քայլ։ Դաշնակցությունը չուներ ռեսուրսներ հաղթելու համար, իսկ իշխանությունը վերահսկում էր ընտրական մեխանիզմի յուրաքանչյուր օղակը։ Բայց Հովհաննիսյանի համար սա չէր մրցույթ հանուն հաղթանակի, այլ հնարավորություն ասելու ճշմարտությունը հանրային բեմից։ Նրա ելույթներում հնչեցին բառեր, որոնք մինչ այդ ոչ ոք չէր համարձակվել ասել բարձրաձայն. ազգային դավաճանություն, պետականության վաճառք, կոռուպցիայի համակարգ։ Նա պարտվեց ընտրություններում, ինչպես բոլորը գիտեին, որ կպարտվի, բայց նա հաղթեց մեկ այլ մրցույթում։ Նա դարձավ խղճի ձայնը, որը հետագայում իշխանությունը չէր կարող անտեսել։ Եվ հենց դա էր, ինչը դարձրեց նրան վտանգավոր։ 2013 թվականի աշնանը, երբ Վահան Հովհաննիսյանը սկսեց զգալ առաջին ախտանիշները, անընդհատ հոգնածություն, քաշի կորուստ, ցավեր, որոնք չէին անցնում ցավազրկողներից, նա հրաժարվեց անմիջապես գնալ բժիշկների մոտ։ Նա շարունակեց աշխատել նույն ինտենսիվությամբ՝ ելույթներ, հանդիպումներ, հոդվածներ։ Կարծես փորձում էր ժամանակ շահել, ավարտել ինչ-որ բան, որը սկսել էր։ Երբ վերջապես ստիպված եղավ անցնել հետազոտություններ, արդյունքները եկան ավելի վատ, քան ամենավատ սպասելիքները։ Քաղցկեղ, ուշ փուլ, մետաստազներ, բուժման շատ սահմանափակ հնարավորություններ։ Բժիշկները խոխոսեցին ամիսների մասին, ոչ թե տարիների։ Եվ հենց այդ պահին, երբ նրա մոտակա շրջապատը դեռ փորձում էր ընդունել ախտորոշումը, եկավ առաջարկը Սերժ Սարգսյանի աշխատակազմից, դեսպանի պաշտոն Գերմանիայում։ Պետական ֆինանսավորմամբ բուժում, ամբողջական աջակցություն։ Վահան Հովհաննիսյանը նստեց իր աշխատասենյակում, նայեց պատուհանից դեպի Երևանի փողոցները, որտեղ նա անցկացրել էր ողջ կյանքը, եւ հասկացավ՝ սա է վերջին ընտրությունը։ Նա կարող էր մերժել, մնալ Երևանում, մահանալ տանը, պահպանել իր ամբասիր կերպարը։ Կամ կարող էր ընդունել, գնալ Բեռլին, ապրել մի քանի ամիս ավելի եւ օգտագործել էլ այդ ժամանակը գրելու իր իսկական կտակը։ Նա ընտրեց երկրորդը։ Եվ այդ ընտրությունը դարձավ նրա վերջին, ամենավտանգավոր խաղը իշխանության դեմ։ Բեռլինի ձմեռը 2014 թվականին եղավ անսովոր խիստ։ Կլինիկայի պատուհաններից Վահան Հովհաննիսյանը տեսնում էր ձյունածածկ փողոցները, մարդկանց, ովքեր շտապում էին դեպի տները, սուրբ ծննդյան լույսերը, որոնք վառվում էին խանութների վիտրիններում։ Նա գիտեր, որ սա նրա վերջին ձմեռն է, եւ յուրաքանչյուր օր հաշվում էր ոչ թե ապրած ժամերով, այլ գրված էջերով։ Մանդիլիոնը արդեն ավարտված էր, 160 էջ։ Որտեղ բյուզանդական սրբազան կտավի որոնումների պատմության մեջ նա նկարագրել էր Հայաստանի իշխանական համակարգի քայքայումը։ Ով ուներ աչքեր, կարդաց։
Ով ուներ միտք, հասկացավ։ Բայց գիրքը չէր բավարար։ Նա պետք է գրեր ուղղակի, առանց ալեգորիաների, առանց մետաֆորների։ Եվ նա սկսեց գրել նամակներ։ Առաջին հերթին իր կուսակիցներին, Դաշնակցության բյուրոյի անդամներին։ Այդ նամակներում նա խոսեց բաների մասին, որոնք երբեք չէր ասել հրապարակայինորեն։ Նա գրեց, որ կուսակցությունը դավաճանել է իր սեփական գաղափարներին, որ ղեկավարությունը ընտրել է կոմֆորտը սկզբունքների փոխարեն, որ նրանք դարձել են համակարգի մասը, որի դեմ պետք է պայքարեին։ Նա գրեց անուններ, կոնկրետ դեպքեր, որտեղ որոշումները կայացվել էին ոչ թե ազգային շահերից ելնելով, այլ անձնական շահերից։ Եվ ամենակարևորը, նա գրեց իր վախերը հանուն Հայաստանի ապագայի։ Նա տեսնում էր, որ երկիրը գլորվում է դեպի աղետ, որ քաղաքական էլիտան կույր է, որ ժողովուրդը հոգնած է եւ անտարբեր։ Նա գրեց, որ եթե ոչինչ չփոխվի, Հայաստանը կկորցնի իր պետականությունը, ոչ թե արտաքին ագրեսիայից, այլ ներքին քայքայումից։ Այս խոսքերը, գրված 2014 թվականի աշնանը, հնչեցին մարգարեական 2020 թվականի աղետից հետո, բայց 2014 թվականին դրանք ընկալվեցին որպես հիվանդ մարդու մռայլ տեսիլքներ։ Դեկտեմբերի սկզբին Վահան Հովհաննիսյանի վիճակը սկսեց արագորեն վատանալ։ Բժիշկները խոսեցին օրերի, ոչ թե շաբաթների մասին։ Նա գիտեր, որ ժամանակը սպառվում է եւ պետք է որոշի ինչ անել իր գրածների հետ։ Նա կարող էր ուղարկել դրանք Դաշնակցության բյուրո, վստահել, որ նրանք կհրապարակեն, բայց նա գիտեր, որ դա չի լինի։ Կուսակցությունը չէր ուզի սկանդալ, չէր ուզի ներքին ճգնաժամ, չէր ուզի, որ նրա վերջին խոսքերը դառնան մեղադրանք իրենց հասցեին։ Նա կարող էր փորձել ուղարկել լրագրողներին, բայց վստահ չէր, որ դրանք կհասնեն հասցեատիրոջը, էլեկտրոնային նամակները կարող էին ընդհատվել, ֆիզիկական փաստաթղթերը կորչել ճանապարհին։ Եվ ապա եկավ այդ գիշերային այցելուն։ Մարդը ում ով էր, մենք դեռ չգիտենք, բայց ով առաջարկեց լուծում։ Նա ասաց Հովհաննիսյանին. «Գրիր ամեն ինչ ձեռքով»։ Մեկ օրինակ, եւ ես կվերցնեմ այն։ Ես կապահով եմ, որ այն հասնի ճիշտ մարդկանց ձեռքը, բայց ոչ հիմա։ Ժամանակը կգա, երբ Հայաստանը պատրաստ կլինի լսելու քո խոսքերը։ Մինչ այդ դրանք կմնան անվտանգ վայրում։ Վահան Հովհաննիսյանը նայեց այդ մարդուն, փորձեց հասկանալ կարող է վստահել եւ որոշեց այլ ընտրություն չկա։ Նա սկսեց գրել իր վերջին տեքստը, 17 հեչ, որտեղ յուրաքանչյուր տող էր վկայություն, մեղադրանք եւ նախազգուշացում միաժամանակ։ Դեկտեմբերի 25-րդ օրը, Սուրբ Ծննդյան գիշեր, երբ ողջ քրիստոնյա աշխարհը տոնում էր, Վահան Հովհաննիսյանը նստած էր իր հիվանդանոցային մարջում եւ գրում էր վերջին էջերը։ Նրա ձեռքը դողում էր, տառերը դժվարությամբ էին ձևավորվում, բայց նա շարունակում էր։ Նա գրեց իր կուսակիցներին. «Դուք ընտրեցիք աթոռները գաղափարների փոխարեն, եւ դրա համար պատասխան կտաք ոչ թե ինձ, այլ պատմությանը»։ Նա գրեց իշխանություններին. «Դուք կառուցեցիք համակարգ, որտեղ կոռուպցիան դարձավ նորմ, եւ այդ համակարգը կքայքայի ձեզ ավելի արագ, քան ցանկացած արտաքին թշնամի»։ Նա գրեց հայ ժողովրդին. «Դուք հոգնել եք»։ Ես հասկանում եմ, բայց հոգնածությունը չի կարող լինել պատճառաբանություն անտարբերության համար։ Եթե դուք չպաշտպանեք ձեր պետականությունը, ոչ ոք չի պաշտպանի։ Եվ վերջում նա գրեց մի նախադասություն, որը դարձավ նրա իսկական էպիտաֆիա. «Ես մեռնում եմ գիտակցելով, որ ասացի ճշմարտությունը, նույնիսկ եթե ոչ ոք չուզեց լսել»։ Երբ նա ավարտեց, արևը արդեն ծագում էր Բեռլինի վրա։ Նա կանչեց բուժքրոջը, տվեց նրան ծրարը 17 ձեռագիր եւ ասաց. «Երբ ես մեռնեմ, տվեք սա այն մարդուն, ով կգա եւ կասի. Վահանը խոստացել էր ինձ մի բան»։ Բուժքույրը չհասկացավ, բայց խոստացավ։ Եվ 3 օր անց, երբ Վահան Հովհաննիսյանի սիրտը կանգ առավ, եկավ մի մարդ, ասաց այդ նախադասությունը եւ վերցրեց ծրարը։ Ով էր նա եւ որտեղ են հիմա այդ 17 էջերը։ Երբ Վահան Հովհաննիսյանի մարմինը բերեցին Երևան 2015 թվականի հունվարի 2-րդ օրը, ողջ քաղաքական Հայաստանը դուրս եկավ փողոցներ տալու վերջին հարգանքը։ Հուղարկավորությանը ներկա էին նախագահը, նախարարները, падգամավորները, ընդդիմադիրները, բոլորը։ Ում նա քննադատել էր իր կյանքի ընթացքում։ Նրանք խոսեցին նրա մասին որպես ազգային գործչի, սկզբունքային մարդու, անկեղծ հայրենասիրոջ։ Բայց ոչ ոք չխոսեց այն մասին, թե ինչ էր նա գրել իր վերջին օրերին։ Դաշնակցությունը հրապարակեց Վահան Հովհաննիսյանի կտակ անվանումով տեքստ, մի քանի էջ, որտեղ նա խոսում էր ազգային միասնության, հայրենասիրության, պատմական հիշողության մասին։ Այն էր գեղեցիկ, ազնիվ, ճիշտ։ Բայց նրանք, ովքեր ճանաչում էին Հովհաննիսյանի ոճը, նրա կտրուկ, անողոք ճշմարտասիրությունը, զգացին ինչ-որ բան բացակայում է։ Սա չէր լրիվ տեքստը։
Սա էր մեղմացված, գրաքննված տարբերակը։ Իսկ իսկական կտակը 17 ձեռագիր էջերը, որտեղ նա անվանել էր անուններ, նկարագրել էր կոնկրետ դավաճանություններ, նախազգուշացրել էր կոնկրետ վտանգների մասին, մնացին թաքնված։ Ինչու՞։ Ով որոշեց, որ հայ ժողովուրդը չպետք է իմանա ամբողջ ճշմարտությունը։ Եվ ամենակարևորը, որտեղ են հիմա այդ էջերը, եւ կա արդյոք հույս, որ մենք երբևէ կկարդանք դրանք ամբողջությամբ։ 2020 թվականի սեպտեմբերին, Երբ Հայաստանը կորցրեց Արցախը, երբ հազարավոր զինվորներ մահացան, երբ ողջ ազգը սգում էր եւ փնտրում էր պատասխաններ, ինչպես եղավ, որ հասանք այստեղ, շատերը հիշեցին Վահան Հովհաննիսյանի նախազգուշացումները։ Նրա խոսքերը գրված 6 տարի առաջ հնչեցին մարգարեական։ Մենք կորցնում ենք մեր պետականությունը, իսկ դուք զբաղված եք մանրուքներով։ Նա տեսել էր, որ քաղաքական համակարգը քայքայվում է, որ կոռուպցիան ուտում է պետությունը ներսից, որ բանակը թուլանում է, որ դիվանագիտությունը ձախողվում է։ Եվ նա փորձել էր նախազգուշացնել, բայց ոչ ոք չլսեց։ Կամ ավելի ճիշտ, լսեցին, բայց չուզեցին հավատալ։ Հիմա, երբ նրա նախազգուշացումները դարձան իրականություն, մարդիկ սկսեցին հարցնել, ինչ էր նա գրել իր վերջին տեքստում, այն 17 էջերում, որոնք երբեք չհրապարակվեցին։ Արդյոք նա նկարագրել էր կոնկրետ մեխանիզմները, որոնք կբերեին աղետին։ Արդյոք նա անվանել էր կոնկրետ մարդկանց, ովքեր պատասխանատու էին։ Արդյոք նա տվել էր ճանապարհ, թե ինչպես կարելի էր խուսափել աղետից։ Մենք չգիտենք, որովհետև այդ էջերը մնում են անհասանելի։ բայց կան մարդիկ, ովքեր պնդում են, որ գիտեն, թե որտեղ են դրանք։ Կան դուրեր, որ գոյություն ունի մի փոքր խումբ, Նրանք, ովքեր պահում են Վահան Հովհաննիսյանի իսկական կտակը, սպասելով ճիշտ պահին, երբ Հայաստանը պատրաստ կլինի լսելու ամբողջ ճշմարտությունը։ Արդյոք այդ պահը եկել է։ Երբ Վահան Հովհաննիսյանի ընտանիքը հավաքվեց Բեռլինի կլինիկայում 2014 թվականի դեկտեմբերի 26-րդ օրը, նրանք տեսան մարդու, ում գրեթե չէին ճանաչում։ Մարմինը, որը երբեմն լցված էր էներգիայով եւ ուժով, հիմա էր նիհար եւ թափանցիկ։ Կարծես հոգին արդեն սկսել էր լքել այն։ Բայց աչքերը պահպանել էին այն կրակը, որը միշտ այրել էր նրա ներսում։ Նրա կինը, որը 30 տարի ապրել էր այս մարդու կողքին, նստեց մահճի եզրին եւ բռնեց նրա ձեռքը, այնքան նիհար, որ ոսկորները զգացվում էին մաշկի տակ։ Նա չլաց, որովհետեւ Վահանը երբեք չէր սիրել արցունքները, բայց նրա լռությունը ավելի ծանր էր, քան ցանկացած լաց։ Երեխաները կանգնած էին պատուհանի մոտ, նայում էին Բեռլինի ձմեռային մթնոլորտին, փորձելով չտեսնել այն, ինչ տեղի էր ունենում նրանց հետևում։ Եվ Վահան Հովհաննիսյանը, ով ողջ կյանքում խոսել էր հազարավոր մարդկանց առջև, հիմա չգիտեր, ինչ ասել իր ամենամոտ մարդկանց։ Ինչպես բացատրել նրանց, որ վերջին 11 ամիսները նա ընտրել էր գրելը նրանց հետ լինելու փոխարեն։ Ինչպես ասել, որ նա զոհաբերել է վերջին օրերի հանգստությունը, հանուն տեքստի, որը հավանաբար երբեք չի հրապարակվի ամբողջությամբ։ Նա բացեց բերանը, փորձեց խոսել, բայց խոսքերը չեկան։ Փոխարենը նա ցույց տվեց դեպի սեղանի դարակը, որտեղ ընկած էր փոքրիկ նոթատետր, նրա անձնական օրագիրը, որտեղ նա գրել էր ոչ թե քաղաքական վերլուծություններ, այլ անձնական մտքեր։ Նրա կինը վերցրեց այն, բացեց վերջին էջը եւ կարդաց մեկ նախադասություն. «Ներեցեք ինձ, որ ընտրեցի ճշմարտությունը ձեր փոխարեն, բայց ես չէի կարող այլ կերպ»։ Արդյոք ընտանիքը երբևէ կների նրան այդ ընտրությունը, թե նրանք մինչ օրս ապրում են այդ վերջին օրերի դառնության մեջ։ Բեռլինի կլինիկայի բուժաշխատուհիները, ովքեր խնամում էին Վահան Հովհաննիսյանին նրա վերջին շաբաթներին, հետագայում պատմեցին մի դետալ, որը երբեք չհրապարակվեց պաշտոնական կենսագրություններում։ Նրանք ասացին, որ Հովհաննիսյանը յուրաքանչյուր գիշեր արթնանում էր ժամը 3-ին, ճիշտ նույն ժամին եւ սկսում էր խոսել հայերեն։ Նրանք չէին հասկանում լեզուն, բայց հասկանում էին տոնայնությունը։ Դա էր մեղադրանք, բողոք, ցավ։ Նա խոսում էր անուններ, որոնք կրկնվում էին գիշերից գիշեր. Սերժ, Ռոբերտ, Գագիկ, Հրանտ։ Նա խոսում էր տարիներ. 2008, 2013, 2014։ Նա խոսում էր վայրեր. Երևան, Ստեփանակերտ, Մոսկվա։ Եվ ապա յուրաքանչյուր գիշեր նա լռում էր, եւ լսվում էր միայն նրա ծանր շնչառությունը։ Մի անգամ գիշերային բուժքույրը, ով խոսում էր ռուսերեն, մտավ պալատ հենց այն պահին, երբ Հովհաննիսյանը խոսում էր իր քնի մեջ։ Նա լսեց մի նախադասություն, որը հասկացավ։ Նրանք վաճառեցին երկիրը 30 արծաթի դրամի դիմաց, եւ ես չկարողացա կանխել։ Երբ նա հետագայում պատմեց այս մասին Հովհաննիսյանի ընտանիքին, նրանք խնդրեցին չհրապարակել այն։ Բայց հարցը մնում է,
ում մասին էր նա խոսում իր քնի մեջ։ Եվ ինչ գործարքների մասին, որոնք նա համալում էր երկրի վաճառք։ Արդյոք այդ անունները եւ դեպքերը նկարագրված էին նրա 17 ձեռագիր էջերում, որոնք մենք երբեք չենք կարդացել։ Դեկտեմբերի 27-րդ օրը, մեկ օր մինչև մահը, Վահան Հովհաննիսյանը պահանջեց, որ բոլորը լքեն պալատը։ Նա ասաց, որ ուզում է մենակ մնալ, մտածել, աղոթել։ Նրա ընտանիքը հեռացավ անհանգստությամբ, բայց հարգեցին նրա ցանկությունը։ Բուժաշխատուհիները թողեցին նրան մենակ, բայց պահպանեցին մոնիտորինգը հեռվից, սրտի ռիթմը, շնչառությունը, թթվածնի մակարդակը։ Եվ այդ 6 ժամվա ընթացքում, երբ Վահան Հովհաննիսյանը մենակ էր իր պալատում, տեղի ունեցավ ինչ-որ բան, որը մենք կարող ենք միայն կռահել։ Երբ նրա կինը վերադարձավ երեկոյան, նա գտավ Վահանին նստած մահճի վրա, ձեռքերը ծալած աղոթքի մեջ, դեմքը հանգիստ։ Կարծես նա վերջապես գտել էր խաղաղություն։ Բայց սեղանի վրա, որտեղ առավոտյան ընկած էր նրա նոթատետրը, հիմա ոչինչ չկար։ Նոթատետրը անհետացել էր։ Երբ նրա կինը հարցրեց դրա մասին, Վահանը միայն ժպտաց եւ ասաց. «Ես տվեցի այն նրան, ում պետք է»։ Ո՞վ էր այդ մարդը։ Ով եկավ այդ 6 ժամվա ընթացքում, երբ պալատում ոչ ոք չէր։ Ինչպես նա անցավ անվտանգության բոլոր համակարգերը, եւ ինչ էր գրված այդ նոթատետրում, որը Վահան Հովհաննիսյանը համարեց այնքան կարևոր, որ տվեց անծանոթ մարդուն իր վերջին օրը։ Կլինիկայի անվտանգության ծառայությունը հետագայում ստուգեց տեսախցիկների ձայնագրությունները, բայց գտավ միայն տեխնիկական խափանում, 6 ժամ ստատիկ աղմուկ, կարծես ինչ-որ մեկը միտումնավոր անջատել էր համակարգը։ Սա էր պրոֆեսիոնալ գործողություն, եւ դա նշանակում էր, որ Վահան Հովհաննիսյանի վերջին կտակը պաշտպանված էր ոչ թե պատահականությամբ, այլ նախապես մշակված պլանով։ 2015 թվականի հունվարին, երբ Վահան Հովհաննիսյանի մարմինը հողարկվեց Կոմիտասի անվան Պանթեոնում, նրա գերեզմանի մոտ կանգնած էին 2 տեսակի մարդիկ։ Առաջինները պաշտոնական դեմքեր, ովքեր եկել էին ցույց տալու հարգանք, բայց ներսում ազատվածության զգացում ունեին, որովհետև վտանգավոր ձայնը հիմա լռել էր։ Երկրորդները սովորական մարդիկ, ովքեր եկել էին ոչ թե պարտականությունից, այլ իսկական սգից։ Որովհետև նրանք կորցրել էին մեկին, ով համարձակվում էր ասել ճշմարտությունը։ Եվ երրորդ խումբը, որը ոչ ոք չնկատեց։ Մի քանի մարդիկ, ովքեր կանգնած էին հեռվից, չմոտեցան գերեզմանին, չխոսեցին ոչ ոքի հետ, բայց նրանց աչքերում կար ինչ-որ բան, որը տարբերվում էր սովորական սգից։ Դա էր պարտավորության զգացում։ Նրանք գիտեին ինչ-որ բան, ինչ մյուսները չգիտեին։ Նրանք պահում էին գաղտնիք, որը Վահան Հովհաննիսյանը վստահել էր նրանց։ Եվ նրանք սպասում էին։ Մի անձնավոր հետաքննող, ով տարիներ անց փորձեց բացահայտել Հովհաննիսյանի վերջին օրերի գաղտնիքները, հարցազրույց վերցրեց ուղարկավորությանը ներկա եղած մի քանի մարդկանցից։ Նրանցից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, ասաց մի բան, որը փոխեց ամբողջ հետաքննության ուղղությունը։ Նա ասաց. Վահանը չմեռավ պարզապես քաղցկեղից։ Նա մեռավ, որովհետև գիտեր չափազանց շատ, եւ կային մարդիկ, ովքեր ուզում էին, որ այդ գիտելիքները մեռնեն նրա հետ։ Երբ հետաքննողը խնդրեց ավելի կոնկրետ լինել, այդ մարդը լռեց եւ ապա ասաց միայն. «Փնտրեք նրանց, ովքեր չեկան հուղարկավորությանը»։ Թեև պարտավոր էին գալ։ Նրանց բացակայությունը ավելի շատ բան է ասում, քան ցանկացած ներկայություն։ Ո՞վ էր այդ մարդը եւ ում մասին էր նա խոսում։ Արդյոք Վահան Հովհաննիսյանի մահը իսկապես էր միայն բնական պատճառներից, թե կային մարդիկ, ովքեր շահագրգռված էին, որ նա չհասցնի ասել ամեն ինչ, ինչ գիտեր։ 2015 թվականի գարնանը, երբ Դաշնակցությունը հրապարակեց Վահան Հովհաննիսյանի կտակ անվանումով տեքստը, շատ մարդիկ կարդացին այն եւ զգացին, որ ինչ-որ բան բացակայում է։ Տեքստը գեղեցիկ էր, ազնիվ էր, լի էր հայրենասիրական զգացմունքներով։ Բայց նրանք, ովքեր ճանաչում էին Հովհաննիսյանի իսկական ոճը, գիտեին, որ նա երբեք չէր գրի այսպես, մեղմ, դիվանագիտական, զերծ կոնկրետ անուններից եւ մեղադրանքներից։ Իսկական Վահան Հովհաննիսյանը գրում էր կտրուկ, անողոք, անվանելով բաները իրենց իսկական անուններով։ Եվ ապա սկսեցին հայտնվել լուրեր, որ գոյություն ունի երկրորդ տեքստ, ավելի երկար, ավելի կոշտ, ավելի վտանգավոր։ Որոշ լրագրողներ պնդեցին, որ տեսել են այդ տեքստի հատվածներ, բայց երբ նրանցից խնդրեցին ապացույց, նրանք հրաժարվեցին կամ անհետացան։ Մի քաղաքական վերլուծաբան, ով մոտ ընկերական հարաբերություններ ուներ Հովհաննիսյանի հետ, հրապարակեց հոդված, որտեղ գրեց. «Այն, ինչ մենք կարդացինք, միայն 10%-ն է նրա իսկական կտակի։ Մնացած 90%-ը պահվում է գաղտնի, որովհետև այն պարունակում է անուն-տուններ, ամսաթվեր, գործարքներ, որոնք կարող են քայքայել ողջ քաղաքական համակարգը»։
Երբ այդ վերլուծաբանին հարցրեցին ինչպես նա գիտի այս մասին, նա պատասխանեց. Վահանը ինձ ասաց դրա մասին մեր վերջին զրույցում, 3 շաբաթ մինչև մահը։ Նա ասաց. Եթե ինչ-որ բան պատահի ինձ, փնտրիր մարդուն, ով ունի Մանդիլյոնի առաջին հրատարակության օրինակը, ստորագրված հատուկ նվիրագրությամբ։ Այդ մարդը կիմանա, թե որտեղ է իսկական կտակը։ Բայց ով է այդ մարդը, եւ ինչու է նա դեռևս չի հրապարակել տեքստը, եթե այն իսկապես գոյություն ունի։ 2016 թվականին, երբ Հայաստանում տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը, երբ հարյուրավոր զինվորներ զոհվեցին 4 օրվա ընթացքում, երբ ողջ երկիրը ցնցվեց անակնկալ հարձակումից, շատ մարդիկ հիշեցին Վահան Հովհաննիսյանի նախազգուշացումները։ Նա գրել էր, որ Հայաստանը պատրաստ չէ պատերազմի, որ բանակը թուլացել է կոռուպցիայից, որ հրամանատարական կազմը ընտրվում է ոչ թե պրոֆեսիոնալիզմի, այլ հավատալմության հիման վրա։ Նա գրել էր, որ եթե ոչինչ չփոխվի, Հայաստանը կդիմագրավի ռազմական աղետ։ Եվ 2 տարի նրա մահից հետո ապրիլյան պատերազմը ապացուցեց, որ նա ճիշտ էր։ Բայց արդյոք նա միայն ընդհանուր նախազգուշացումներ էր արել, թե գիտեր կոնկրետ մանրամասներ։ Մի զինվորական վերլուծաբան, ով ուսումնասիրում էր ապրիլյան պատերազմի պատճառները, պնդեց, որ Հովհաննիսյանը իր վերջին տեքստում նկարագրել էր ճիշտ այն թուլությունները, որոնք Ադրբեջանը շահագործեց 2016 թվականին։ Նա գրել էր կոնկրետ ուղղությունների մասին, որտեղ պաշտպանությունը ունա անբավարար էր, կոնկրետ հրամանատարների մասին, ովքեր անպատրաստ էին, կոնկրետ սխալների մասին, որոնք թույլ կտային թշնամուն անցնել առաջ։ Եթե այս ճիշտ է, ապա Վահան Հովհաննիսյանի տեքստը չէր միայն քաղաքական կտակ, այլ նաև ռազմական նախազգուշացում։ Եվ եթե այն հրապարակվեր 2015 թվականին, հնարավոր է ապրիլյան պատերազմը կարող էր կանխվել, կամ առնվազն զոհերը կարող էին ավելի քիչ լինել։ Ով է պատասխանատու այն բանի համար, որ այդ տեքստը չհրապարակվեց ժամանակին։ Եվ քանի մարդու կյանք կարող էր փրկվել, եթե Վահան Հովհաննիսյանի վերջին խոսքերը լսվեին։ 2014 թվականի նոյեմբերին, երբ Վահան Հովհաննիսյանի մարմինը արդեն սկսել էր պարտվել քաղցկեղին, նրա դեմքը փոխվեց այնպես, որ նույնիսկ հին ընկերները դժվարությամբ էին ճանաչում։ Մարդը, ով 60 տարեկանում ուներ երիտասարդի էներգիան, հիմա 10 տարով ավելի էր թվում իր իսկական տարիքից։ Մաշկը ձգվել էր ոսկորների վրա, աչքերը խոլացել էին անդորների մեջ, մազերը, որ միշտ եղել էին թանձր եւ սև, դարձել էին նոսր եւ մոխրագույն։ Բայց ամենավախեցնող փոփոխությունը չէր արտաքինը, դա էր նրա քայլքը։ Վահան Հովհաննիսյանը, ով միշտ քայլել էր ուղիղ, ուսերը հետ, գլուխը բարձր, հիմա քայլում էր խոնարհված, ձեռքերը բռնած պատերին։ Կարծես յուրաքանչյուր քայլ էր տանջանք։ Բուժաշխատուհիները նկատեցին, որ նա հրաժարվում էր հայելու մեջ նայելուց։ Երբ նրանք հարցրեցին ինչու, նա պատասխանեց. Ես չեմ ուզում տեսնել, թե ինչպես է մահը ուտում ինձ կենդանի։ Սա էր իշխանության ֆիզիոլոգիան, ոչ թե քաղաքական իշխանության, այլ մահվան իշխանության, մարդու մարմնի վրա։ Յուրաքանչյուր օր նա կորցնում էր մի փոքր ավելի կիլոգրամներ, ուժ, հույս։ Բայց միտքը մնում էր սուր, նույնիսկ ավելի սուր, քան երբևէ։ Կարծես ուղեղը հրաժարվում էր հանձնվել, նույնիսկ երբ մարմինը արդեն ճանաչել էր պարտությունը։ Նա գիտեր, որ ժամանակը սպառվում է, եւ յուրաքանչյուր օր հաշվում էր ոչ թե ապրած ժամերով, այլ գրված տողերով։ Արդյոք նա հասկանում էր, որ իր մարմնի քայքայումը դառնում է մետաֆորա այն երկրի համար, որի մասին նա գրում էր՝ Հայաստան, որը նույնպես քայքայվում էր ներսից, նույնպես կորցնում էր իր ուժը, նույնպես մերժում էր նայել հայելու մեջ եւ տեսնել ճշմարտությունը։ Բերլինի կլինիկայի արխիվներում, որոնք պահվում են ընդմիշտ, գոյություն ունի մի փաստաթուղթ, որը երբեք չի հրապարակվել։ Դա է Վահան Հովհաննիսյանի բժշկական քարտը։ 72 էջ, որտեղ մանրամասն նկարագրված են նրա վերջին 11 ամիսները։ Այնտեղ գրված է ամեն ինչ՝ ախտորոշումները, բուժումները, ցավազրկողների դեղաչափերը, որոնք աճում էին շաբաթ առ շաբաթ։ Բայց կա մի բաժին, որը կնքված է կարմիր կնիքով, գաղտնի, բաց էլ միայն իրավասու անձանց թույլտվությամբ։ Այդ բաժինը պարունակում է հոգեբանական գնահատականներ, զրույցներ, որոնք կլինիկայի հոգեբանը ունեցել է Հովհաննիսյանի հետ։ Մի անձնավոր լրագրող, ով տարիներ անց փորձեց մուտք ստանալ այդ փաստաթղթերին, ստացավ ներժում։ Բայց նա կարողացավ խոսել մի բուժաշխատուհու հետ, ով կարդացել էր այդ էջերը։ Այդ բուժաշխատուհին, ով խնդրեց չհրապարակել իր անունը, ասաց. Հովհաննիսյանը խոսեց բաների մասին, որոնք ես երբեք չէի լսել քաղաքական գործչից։ Նա ասաց, որ Հայաստանի պետական արխիվներում կան փաստաթղթեր, որոնք ոչնչացվել են 2003 թվականից հետո։ Նա ասաց, որ այդ փաստաթղթերը պարունակում էին ապացույցներ գաղտնի գործարքների մասին, հողերի զիջման,
հանքերի վաճառքի սահմանների փոխանակման մասին։ Նա ասաց, որ գիտի ով է պատվիրել այդ փաստաթղթերի ոչնչացումը եւ որ այդ անունները գրված են նրա տեքստում։ Եթե այս ճիշտ է, ապա Վահան Հովհաննիսյանի կտակը ոչ միայն քաղաքական մեղադրանք է, այլ նաև պատմական ապացույց հանցագործությունների մասին, որոնք կատարվել են պետական մակարդակով։ Բայց որտեղ են այդ էջերը հիմա եւ ինչու են դրանք դեռևս թաքնված։ Ով է վախենում այն բանից, ինչ Վահան Հովհաննիսյանը գիտեր արխիվների մասին։ Դեկտեմբերի 12-րդ օրը, 2 շաբաթ մինչև մահը, Վահան Հովհաննիսյանը ստացավ հեռախոսազանգ Երևանից։ Զանգողը ներկայացավ որպես հին ընկեր, բայց չասաց իր անունը։ Զրույցը տևեց 15 րոպե եւ ողջ այդ ժամանակ Հովհաննիսյանը լռում էր, միայն լսում։ Երբ զրույցը ավարտվեց, նա դրեց հեռախոսը եւ նստեց անշարժ 30 րոպե առանց շարժման, առանց խոսքի։ Բուժքույրը, ով այդ պահին պալատում էր, հետագայում ասաց. «Ես երբեք չէի տեսել նրան այդպես։ Նա նայում էր պատուհանից, բայց կարծես ոչինչ չէր տեսնում։ Նրա դեմքը եղել է սպիտակ»։ Ձեռքերը դողում։ Երբ ես հարցրի ամեն ինչ լավ է, նա միայն ասաց. «Նրանք գիտեն»։ Ով էր այդ զանգողը եւ ինչ էր նա ասել Հովհաննիսյանին, որ այդպես ցնցեց նրան։ Ինչ էր նշանակում նրանք գիտեն։ Արդյոք դա էր նախազգուշացում, թե սպառնալիք։ Հաջորդ օրը Հովհաննիսյանը պահանջեց նոր նոութբուք, ասելով, որ հինը վարակված է։ Նա սկսեց գրել նոր տեքստ, ավելի արագ, ավելի լարված, կարծես գիտեր, որ ժամանակը սպառվում է ոչ միայն նրա կյանքի, այլ նաև նրա գաղտնիքների համար։ Տեխնիկական մասնագետը, ով ստուգեց հին նոութբուքը, հետագայում ասաց, որ այնտեղ իսկապես եղել է հետագծման ծրագիր, տեղադրված հեռակա մուտքով։ Ինչ որ մեկը կարդում էր այն ամենը, ինչ Հովհաննիսյանը գրում էր, ինչ որ մեկը հետևում էր նրա յուրաքանչյուր բառին։ Եվ երբ նրանք հասկացան, որ նա գրում է չափազանց շատ, նրանք զանգեցին նախազգուշացնելու։ Բայց Վահան Հովհաննիսյանը չդադարեց։ Նա միայն փոխեց մեթոդը, սկսեց գրել ձեռքով, թղթի վրա, որը հնարավոր չէր հետագծել էլեկտրոնային եղանակով։ 2014 թվականի դեկտեմբերի 16-րդ օրը, 12 օր մինչև մահը, Վահան Հովհաննիսյանը գրեց նամակ իր ամենամոտ ընկերներից մեկին Երևանում։ Այդ նամակը երբեք չհրապարակվեց, բայց ստացողը տարիներ անց համաձայնեց կիսվել դրա բովանդակությամբ, պայմանով, որ չհրապարակվի նրա անունը։ Նամակում Հովհաննիսյանը գրել էր. «Ես գիտեմ, որ ինձ հետևում են։ Ես գիտեմ, որ նրանք ուզում են, որ ես լռեմ։ Բայց ես չեմ կարող լռել, երբ տեսնում եմ, թե ինչպես է մեր երկիրը վաճառվում կտոր առ կտոր։ Ես գրել եմ ամեն ինչ, անուններ, ամսաթվեր, գումարներ։ Ես գրել եմ, թե ով է վաճառել Քաշաթաղի հողերը ադրբեջանցիներին 2006 թվականին։ Ես գրել եմ, թե ով է ստորագրել գաղտնի համաձայնագիրը Ռուսաստանի հետ, զիջելով Սյունիքի հանքերը 2010 թվականին։ Ես գրել եմ, թե ով է ստացել միլիոնավոր դոլարներ այդ գործարքներից։ Եվ ես գիտեմ, որ եթե այս տեքստը հրապարակվի, դա կլինի երկրաշարժ։ Դրա համար ես պահում եմ այն անվտանգ վայրում, եւ այն կհրապարակվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը պատրաստ կլինի լսելու ճշմարտությունը»։ Այս նամակը բացահայտում է, որ Վահան Հովհաննիսյանի կտակը ոչ միայն քաղաքական տեսություն էր, այլ կոնկրետ մեղադրանքներ, անուններով, ամսաթվերով, գումարներով։ Նա խոսում էր Քաշաթաղի հողերի վաճառքի մասին, տարածք, որը պաշտոնապես Հայաստանի մաս է, բայց փաստացի վերահսկվում է Ադրբեջանի կողմից։ Նա խոսում էր Սյունիքի հանքերի զիջման մասին, ռազմավարական ռեսուրսներ, որոնք տրվել են օտար ընկերություններին։ Եվ նա խոսում էր կոռուպցիայի մասին, միլիոնավոր դոլարներ, որոնք անհետացել են պետական բյուջեից։ Եթե այս ճիշտ է, ապա Վահան Հովհաննիսյանի կտակը ոչ միայն պատմական փաստաթուղթ է, այլ նաև իրավական ապացույց, հանցագործությունների մասին, որոնք պետք է հետաքննվեն։ Բայց ով է այն մարդը, ում Հովհաննիսյանը վստահել է այդ տեքստը, եւ ինչու է նա դեռևս չի հրապարակել այն։ Դեկտեմբերի 20-րդ օրը, 8 օր մինչև մահը, Վահան Հովհաննիսյանի վիճակը կտրուկ վատացավ։ Բժիշկները ասացին, որ սա է վերջը, օրեր, ոչ թե շաբաթներ։ Նրա ընտանիքը եկավ Բեռլին, լինելու նրա հետ վերջին պահերին։ Բայց Հովհաննիսյանը պահանջել, որ նրանք թողնեն իրեն մենակ, յուրաքանչյուր օր 3 ժամով։ Նա ասաց, որ ուզում է աղոթել, մտածել, պատրաստվել մահվան, բայց իրականում նա օգտագործում էր այդ ժամերը գրելու իր վերջին տողերը։ Մի բուժաշխատուհի, ով մտավ պալատ այդ ժամերից մեկի ընթացքում, տեսավ նրան նստած մահճի վրա, շրջապատված թղթերով, գրիչը ձեռքում, դեմքը լարված կենտրոնացվածությունից։ Երբ նա նկատեց բուժաշխատուհուն, արագ հավաքեց թղթերը եւ դրեց բարձի տակ։ Բուժաշխատուհին հետագայում ասաց, նա վախենում էր, որ ինչ-որ մեկը կկարդա այն, ինչ նա գրում էր։
Նա վախենում էր, որ նույնիսկ բուժաշխատուհիները կարող են լինել լրտեսներ։ Սա էր պարանոյայի վերջին փուլը, երբ մարդը վստահում է միայն իր ձեռագրին, միայն իր թղթին, միայն իր գաղտնիքին։ Բայց արդյոք դա էր պարանոյա, թե իրական վտանգ։ Արդյոք Վահան Հովհաննիսյանը իսկապես հետապնդվում էր, թե հիվանդությունը և ցավազրկողները ստեղծել էին հալյուցինացիաներ։ Պատասխանը եկավ 2 օր անց, երբ կլինիկայի անվտանգության ծառայությունը հայտնաբերեց, որ Հովհաննիսյանի ժաբատի դիմացի սենյակում, որը պետք է լիներ դատարկ, ապրում է մի մարդ, առանց վիրանցման, առանց բժշկական քարտի, առանց ինքնության։ Երբ անվտանգության աշխատակիցները փորձեցին մտնել այդ սենյակ, մարդը արդեն անհետացել էր։ Նրանք գտան միայն հետքեր, լսարկման սարքավորումներ, տեսախցիկ, որը ուղղված էր Հովհաննիսյանի պալատի պատուհանին։ Ինչ-որ մեկը հետևում էր նրան մինչև վերջ, ինչ-որ մեկը ուզում էր իմանալ, թե ինչ է նա գրում։ Եվ երբ անվտանգության ծառայությունը տեղեկացրեց Հովհաննիսյանին այս մասին, նա միայն ժպտաց և ասաց. «Ես գիտեի, բայց նրանք ուշացել են, ես արդեն ավարտել եմ»։ Դեկտեմբերի 23-րդ օրը, 5 օր մինչև մահը, Վահան Հովհաննիսյանը կանչեց իր կնոջը և տվեց նրան փոքրիկ ծրար, փաթաթված շագանակագույն թղթի մեջ, կապված կարմիր ժապավենով։ Նա ասաց. «Սա իմ վերջին նվերն է քեզ, բայց դու չպետք է բացես այն հիմա։ Դու պետք է պահես այն, և երբ ժամանակը գա, կգա մի մարդ, ով կասի. Վահանը խոստացել էր ինձ Մանդիլյոնը, այդ մարդուն տուր այս ծրարը»։ Նրա կինը վերցրեց ծրարը, զգաց դրա ծանրությունը, ոչ ֆիզիկական, այլ էմոցիոնալ ծանրություն, և հասկացավ, որ սա ավելին քան պարզ նվեր։ Սա էր Վահան Հովհաննիսյանի վերջին կտակը, ոչ թե հրապարակային, այլ անձնական, ոչ թե ազգին, այլ մեկ կոնկրետ մարդուն, ում նա վստահում էր ավելի, քան ցանկացած ուրիշի։ Բայց ով էր այդ մարդը, և ինչու էր Հովհաննիսյանը ընտրել հենց նրան։ Նրա կինը երբեք չհարցրեց, որովհետև գիտեր, Վահանը չի պատասխանի։ Նա միայն խոստացավ կատարել նրա խնդրանքը։ Եվ 3 օր անց, երբ Վահան Հովհաննիսյանը մահացավ, նա վերցրեց այդ ծրարը և պահեց այն անվտանգ վայրում, սպասելով այն մարդուն, ով կգա և կասի գաղտնի նախադասությունը։ Բայց տարիներ անցան, և այդ մարդը չեկավ։ Կամ եկավ, բայց ասաց այլ բան։ Կամ եկավ, բայց Հովհաննիսյանի կինը չճանաչեց նրան։ Մենք չգիտենք։ Բայց մենք գիտենք, որ այդ ծրարը դեռևս գոյություն ունի, որտեղ որ, սպասելով իր պահին։ Եվ մենք գիտենք, որ երբ այն բացվի, դա կփոխի ամեն ինչ, ինչ մենք կարծում ենք, որ գիտենք Վահան Հովհաննիսյանի մասին։ Դեկտեմբերի 25-րդ օրը, Սուրբ Ծննդյան գիշեր, երբ ողջ քրիստոնյա աշխարհը տոնում էր ծննդյան տոնը, Վահան Հովհաննիսյանը ապրում էր իր վերջին լիարժեք գիտակցության օրը։ Նա գիտեր, որ հաջորդ օրերը կլինեն մառախուղ։ Ցավազրկողները կթուլացնեն նրա միտքը, մարմինը կդադարի հնազանդվել։ Սա էր վերջին հնարավորությունը, ասելու այն, ինչ պետք է ասվեր։ Նա նստեց իր մահճի վրա, վերցրեց վերջին թերթը և գրեց իր վերջին նախադասությունը։ Այդ նախադասությունը չի հրապարակվել երբեք, բայց մի մարդ, ով տեսել է այն, ասաց. «Դա էր ամենակարճ և ամենահզոր բանը, ինչ Վահան Հովհաննիսյանը երբևէ գրել է։ Դա էր մեկ նախադասություն, որը պարունակում էր մեկ անուն և մեկ թիվ։ Եվ այդ անունը և թիվը բացատրում են ամեն ինչ։ Ով է իսկական շահառուն Հայաստանի քայքայման, և որքան է նա վաստակել այդ քայքայումից։ Cui bono, ում է շահավետ։ Սա է հնագույն հարցը, որը տրվում է յուրաքանչյուր հանցագործության հետաքննության ժամանակ։ Եվ Վահան Հովհաննիսյանը պատասխանեց այդ հարցին իր վերջին նախադասությամբ։ Նա անվանեց մարդուն, ով ստացավ ամենաշատը Հայաստանի քաղաքական և տնտեսական ճգնաժամից։ Նա անվանեց գումարը, որ այդ մարդը վաստակեց։ Եվ նա թողեց այդ տեքստը որպես ապացույց ապագա սերունդների համար, ովքեր կուզեն իմանալ ճշմարտությունը։ Բայց ով է այդ մարդը և ինչու են իր անունը դեռևս թաքնված։ Արդյոք նա այնքան հզոր է, որ նույնիսկ Վահան Հովհաննիսյանի մահից տարիներ անց ոչ ոք չի համարձակվում հրապարակել նրա անունը։ Թե ժամանակը դեռ չի եկել, և մենք պետք է սպասենք, մինչև Հայաստանը պատրաստ կլինի լսելու այդ անունը և դիմակայելու հետևանքներին։ Դեկտեմբերի 26-րդ օրը, 2 օր մինչև մահը, Վահան Հովհաննիսյանը մտավ կոմայի մեջ։ Բժիշկները ասացին, որ սա է վերջը, նա այլևս չի արթնանա։ Նրա ընտանիքը հավաքվեց շուրջը, սպասելով վերջին շնչին։ Բայց 27-րդ օրվա առավոտյան, անսպասելիորեն, Հովհաննիսյանը բացեց աչքերը։ Նա նայեց իր կնոջը, փորձեց խոսել, բայց ձայնը չեկավ։ Նա ցույց տվեց դեպի սեղանը, որտեղ ընկած էր գրիչ և թուղթ։ Նրա կինը բերեց դրանք, և Հովհաննիսյանը, դողացող ձեռքով, գրեց 2 բառ.
նրանք եկան։ Նրա կինը չհասկացավ, ով եկավ։ Եվ ինչու է դա կարևոր։ Բայց Հովանեսյանը այլևս չէր կարող բացատրել։ Նա փակեց աչքերը եւ այլևս չբացեց։ Հաջորդ օրը դեկտեմբերի 28-ին ժամը 14-ին նրա սիրտը կանգ առավ։ Բայց այդ երկու բառերը նրանք եկան, մնացին որպես վերջին հանելուկ։ Ով էր եկել նրա մոտ վերջին օրերին։ Ինչ էին նրանք ուզում։ Արդյոք նրանք փորձեցին վերցնել նրա տեքստերը, թե նրանք եկան նախազգուշացնելու, թե նրանք եկան պարզապես հրաժեշտ տալու։ Մենք երբեք չենք իմանա, որովհետև Վահան Հովանեսյանը տարավ այդ գաղտնիքը իր հետ։ Բայց մենք գիտենք, որ նրա վերջին խոսքերը չէին պատահական։ Նրանք էին նախազգուշացում, ուղղված մեզ, ովքեր մնացինք, որ չմոռանանք, որ ճշմարտությունը միշտ վտանգավոր է նրանց համար, ովքեր ապրում են ստերից։ Եվ որ եթե մենք ուզում ենք իմանալ ճշմարտությունը, մենք պետք է պատրաստ լինենք դիմակայելու նրանց, ովքեր կփորձեն թաքցնել այն։ 2014 թվականի դեկտեմբերի 28-րդ օրը ժամը 14:30 երբ Վահան Հովանեսյանի սիրտը կանգ առավ, Բերլինի կլինիկայի պալատ 117-ում տիրեց լռություն։ Այնպիսի ծանր, որ կարծես օդը դադարել էր շարժվել։ Բուժաշխատուհիները կանգնած էին անշարժ, նրա ընտանիքը ծնկի եկած մահճի եզրին, եւ ոչ ոք չէր խոսում։ Բայց մահվան պահից 30 վայրկյան անց տեղի ունեցավ ինչ-որ բան, որը երբեք չի նկարագրվել պաշտոնական զեկույցներում։ Կլինիկայի էլեկտրական համակարգը կտրուկ անջատվեց, 10 վայրկյանով ամբողջ հարկը մնաց խավարի մեջ։ Երբ լույսերը վերադարձան, անվտանգության տեսախցիկները ցույց տվեցին տեխնիկական աղմուկ հենց այդ 10 վայրկյանների ընթացքում։ Եվ երբ բուժաշխատուհիները վերադարձան Հովանեսյանի պալատ, նրանք նկատեցին, որ սեղանի դարակը, որտեղ նա պահում էր իր անձնական իրերը, բացված էր։ Ներսում ոչինչ չկար։ Բոլոր թղթերը, նոթատետրերը, նույնիսկ գրիչները անհետացել էին։ Ինչ-որ մեկը օգտագործել էր այդ 10 վայրկյանները, մտնելու պալատ, վերցնելու ամեն ինչ եւ անհետանալու առանց հետքի։ Սա չէր պատահականություն։ Սա էր պրոֆեսիոնալ գործողություն, պլանավորված մինչև վայրկյանը։ Բայց ով էր այդ մարդը։ Ընկեր, թե թշնամի։ Արդյոք նա եկավ պաշտպանելու Հովանեսյանի կտակը, թե ոչնչացնելու այն։ Եվ ամենակարևորը, որտեղ են հիմա այդ թղթերը, որոնք պարունակում էին Վահան Հովանեսյանի վերջին ճշմարտությունը։ 2015 թվականի հունվարի 3 օրը, երբ Վահան Հովանեսյանի դագաղը իջեցվեց Կոմիտասի անվան Պանթեոնի հողի մեջ, երկինքը մտնեց այնպես, որ կարծես բնությունը սգում էր նրա հետ միասին։ Հազարավոր մարդիկ եկել էին տալու վերջին հարգանքը, քաղաքական գործիչներ, պատմաբաններ, սովորական քաղաքացիներ, ովքեր երբեք չէին հանդիպել նրան, բայց զգում էին, որ կորցրել են ինչ-որ մեկին, ով պատկանում էր նրանց բոլորին։ Բայց եղան նաև նրանք, ովքեր չեկան։ Սերժ Սարգսյանը ուղարկեց պատվիրակություն, բայց ինքը չներկայացավ, պաշտոնական բացատրությամբ պետական գործերի կապակցությամբ։ Ռոբերտ Քոչարյանը, ով երբեմն եղել էր Հովանեսյանի քաղաքական դաշնակից, նույնպես բացակայում էր։ Դաշնակցության բյուրոյի որոշ անդամներ, որոնց Հովանեսյանը քննադատել էր վերջին տարիներին, եկան, բայց կանգնեցին հեռվից, առանց մոտենալու գերեզմանին։ Նրանց բացակայությունը կամ հեռավորությունը խոսում էր ավելի բարձրաձայն, քան ցանկացած ելույթ։ Մի անձնավոր լրագրող, ով լուսանկարում էր հուղարկավորությունը, հետագայում ասաց. Ես նկատեցի մի խումբ մարդկանց, ովքեր կանգնած էին Պանթեոնի հյուսիսային անկյունում, հեռու բոլորից։ Նրանք չէին սովորական սգավորներ։ Նրանք հետևում էին ոչ թե արարողությանը, այլ այն մարդկանց, ովքեր եկել էին։ Նրանք գրանցում էին դեմքերը, անունները։ Կարծես նրանք ստուգում էին, ով է եկել եւ ով ոչ։ Ով էին այդ մարդիկը եւ ինչու էին նրանք հետևում հուղարկավորությանը այդպիսի ուշադրությամբ։ Արդյոք նրանք էին այն մարդիկը, ովքեր վախենում էին Հովանեսյանի կտակից եւ ուզում էին իմանալ, ով է ստացել այն։ 2015 թվականի գարնանը, երբ Դաշնակցությունը հրապարակեց Վահան Հովանեսյանի կտակ անվանումով տեքստը, մի փոքր խումբ մարդիկ, նրա ամենամոտ ընկերները, հավաքվեցին Երևանի մի անվտանգ բնակարանում նում եւ կարդացին այն ամբողջությամբ։ Երբ նրանք ավարտեցին, նրանցից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, ասաց. Սա ոչ թե Վահանի կտակն է, սա միայն նրա կտակի ստվերն է։ Նրանք համեմատեցին հրապարակված տեքստը այն հատվածների հետ, որոնք Հովանեսյանը կարդացել էր նրանց իր վերջին այցելության ժամանակ Երևանում 2013 թվականի աշնանը։ Տարբերությունները ակնհայտ էին։ Հրապարակված տեքստում չկային կոնկրետ անուններ, միայն ընդհանուր մեղադրանքներ։
Չկային ամսաթվեր, միայն անորոշ ժամանակաշրջաններ։ Չկային գումարներ, միայն վերացական խոսքեր կոռուպցիայի մասին։ Ամենակարևորը, չկար այն մասը, որը Հովհաննիսյանը անվանել էր «Cui bono», պատասխանը հարցին՝ ում է շահավետ Հայաստանի քայքայումը։ Այդ խումբը որոշեց գործել։ Նրանք սկսեցին փնտրել իսկական կտակը։ Այն 17 ձեռագիր էջերը, որոնք Հովհաննիսյանը գրել էր իր վերջին օրերին։ Նրանք հարցաքննեցին բուժաշխատուհիներին Բեռլինում, ստուգեցին կլինիկայի անվտանգության ձայնագրությունները, յունները, հետևեցին բանկային փոխանցումներին, փնտրելով հետք։ Բայց յուրաքանչյուր անգամ, երբ նրանք մոտենում էին ճշմարտությանը, հետքը կորչում էր։ Կարծես ինչ-որ մեկը, ով ավելի հզոր էր, քան նրանք, ջնջում էր ապացույցները մեկ առ մեկ։ Եվ ապա նրանք սկսեցին ստանալ նախազգուշացումներ։ Անանուն հեռախոսազանգեր։ Դադարեցրեք փնտրել, կամ կհետևեք Վահանի ճանապարհով։ Անանուն նամակներ։ Ճշմարտությունը սպանում է, դուք ուզում եք մեռնել։ Մեկ առ մեկ նրանք լքեցին փնտրումները։ Մնաց միայն մեկը՝ մարդ, ով երդվել էր Հովհաննիսյանի գերեզմանի մոտ, որ կգտնի իսկական կտակը, նույնիսկ եթե դա նշանակի զոհաբերել իր սեփական կյանքը։ 2016 թվականի ապրիլին, երբ Արցախում սկսվեց 4-օրյա պատերազմը, երբ հայկական դիրքերը կոտրվեցին մի քանի ժամում, երբ զինվորները մահանում էին առանց պատշաճ զենքի և հրամանատարության, այդ մեկ մարդը, ով դեռ փնտրում էր Հովհաննիսյանի կտակը, հասկացավ, որ ժամանակը սպառվում է։ Նա հիշեց Հովհաննիսյանի խոսքերը. «Եթե ոչինչ չփոխվի, Հայաստանը կդիմագրավի ռազմական աղետ»։ Այդ խոսքերը, գրված 2014 թվականին, հիմա դարձել էին իրականություն։ Եվ նա հասկացավ, եթե իսկական կտակը չհրապարակվի, աղետները կշարունակվեն։ Նա որոշեց վերջին փորձ անել։ Նա գնաց Բեռլին, գտավ այն բուժքրոջը, ում Հովհաննիսյանը տվել էր ծրարը իր վերջին օրը։ Բուժքույրը, ով արդեն թոշակի էր գնացել, սկզբում հրաժարվեց խոսել։ Բայց երբ այդ մարդը ցույց տվեց նրան ապրիլյան պատերազմի զոհերի լուսանկարները, երիտասարդ զինվորներ, ովքեր մահացել էին 20 տարեկանում, բուժքույրը լաց եղավ եւ ասաց. «Լավ, ես կասեմ ճշմարտությունը»։ Նա պատմեց, որ դեկտեմբերի 28-րդ օրը, մահից մի քանի ժամ անց, եկավ մի մարդ, չներկայացավ, չցույց տվեց փաստաթղթեր, բայց ասաց ճիշտ նախադասությունը. «Վահանը խոստացել էր ինձ մի բան»։ Բուժքույրը տվեց նրան ծրարը, ինչպես Հովհաննիսյանը խնդրել էր, բայց նախքան մարդը հեռանալը, բուժքույրը նկատեց նրա ձեռքին մի դաջվածք, հայկական խաչքար, եւ տակը 3 տառ՝ հո, յո, դա։ Այդ մարդը դաշնակցական էր։ Նա վերցրեց Հովհաննիսյանի կտակը եւ տարավ ուղիղ դաշնակցության բյուրո, եւ հենց այնտեղ որոշվեց ինչ հրապարակել եւ ինչ թաքցնել։ 2019 թվականին, երբ Հայաստանում տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունը, երբ Սերժ Սարգսյանը հեռացավ իշխանությունից, երբ ողջ երկիրը խոսում էր փոփոխության եւ արդարադատության մասին, շատ մարդիկ հիշեցին Վահան Հովհաննիսյանի կտակը եւ սկսեցին պահանջել դրա ամբողջական հրապարակումը։ Նրանք ասացին. «Հիմա, երբ հին իշխանությունը գնաց, մենք ունենք իրավունք իմանալու ամբողջ ճշմարտությունը»։ Բայց դաշնակցությունը կրկին հրաժարվեց։ Նրանք ասացին. «Հրապարակված տեքստը միակն է, որ գոյություն ունի»։ Եվ ապա տեղի ունեցավ ինչ-որ բան անսպասելի։ 2019 թվականի հոկտեմբերին անանուն էլեկտրոնային հասցեից հայկական մի քանի լրատվական կայքեր ստացան նամակ կից ֆայլով։ Ֆայլը պարունակում էր 12 էջ սկանավորված ձեռագիր, որը ներկայացվում էր որպես Վահան Հովհաննիսյանի իսկական կտակի հատված։ Տեքստը սկսվում էր նախադասությամբ. «Այն, ինչ դուք կարդացիք որպես իմ կտակ, միայն մասն է ճշմարտության։ Ահա ամբողջական տարբերակը»։ Եվ ապա հետևում էին անուններ, ամսաթվեր, գումարներ, ճիշտ այնպես, ինչպես Հովհաննիսյանի ընկերները հիշում էին։ Լրատվական կայքերը ստուգեցին ձեռագրի իսկությունը, համեմատեցին Հովհաննիսյանի հայտնի ստորագրությունների եւ նամակների հետ։ Փորձագետները հաստատեցին՝ ձեռագիրը իսկական է։ Բայց նախքան նրանք հրապարակելը, եկավ իրավական սպառնալիք դաշնակցությունից։ «Սա կեղծիք է։ Եթե հրապարակեք, կդիմենք դատարան»։ Լրատվական կայքերը վախեցան եւ ջնջեցին ֆայլը։ Բայց ինտերնետը երբեք չի մոռանում։ Տասնյակ մարդիկ արդեն պատճենել էին այն, տարածել սոցիալական ցանցերում։ Եվ թեև պաշտոնապես այն երբեք չհրապարակվեց, հազարավոր մարդիկ կարդացել են այն։ Արդյոք դա էր իսկական կտակը, թե հմուտ կեղծիք։ Մենք դեռ չգիտենք։ Բայց մենք գիտենք, որ այն պարունակում էր ճշմարտություններ, որոնք հետագայում հաստատվեցին։ 2022 թվականին 8 տարի Վահան Հովհաննիսյանի մահից հետո նրա կինը, ով ողջ այդ տարիները պահել էր լռությունը, վերջապես համաձայնեց տալ հարցազրույց։ Նա նստեց իր տան հյուրասենյակում, շրջապատված Վահանի լուսանկարներով, գրքերով
հիշողություններով։ Եվ ասաց. Ես պահել եմ գաղտնիք 8 տարի, որովհետև Վահանը խնդրեց սպասել ճիշտ պահին։ Նա ասաց ճիշտ պահը կգա, երբ Հայաստանը կլինի պատրաստ լսելու ճշմարտությունը։ Ես կարծում եմ այդ պահը եկել է։ Նա վերցրեց փոքրիկ արկղ, փայտե փորագրված հայկական խաչքարով եւ բացեց այն։ Ներսում էր ծրար, փաթաթված շաքանակագույն թղթի մեջ, կապված կարմիր ժապավենով։ Ճիշտ այնպես, ինչպես Վահանը տվել էր նրան իր վերջին օրը։ Նա ասաց. Վահանը ասաց, կգա մի մարդ, ով կասի գաղտնի նախադասությունը, բայց այդ մարդը երբեք չեկավ, կամ եկավ, բայց ես չճանաչեցի նրան։ Հիմա ես հասկանում եմ, գաղտնի նախադասությունը ոչ թե բառեր էին, այլ գործողություն։ Ճիշտ մարդը պետք է ապացուցեր իր արժանիությունը, ոչ թե խոսքերով, այլ արարքներով։ Նա բացեց ծրարը եւ ներսում էր ոչ թե 17 էջ, ինչպես բոլորը սպասում էին, այլ մեկ էջ, մեկ ձեռագիր էջ, որտեղ գրված էր մեկ նախադասություն։ Այդ նախադասությունը ասում էր. Իսկական կտակը թաքնված է այնտեղ, որտեղ սկսվեց ամեն ինչ։ Փնտրեք այնտեղ, որտեղ ես սովորեցի սիրել Հայաստանը։ Սա էր վերջին հանելուկը, Վահան Հովհաննիսյանի վերջին խաղը։ Նա չէր թողել կտակը մեկ մարդու ձեռքում, որտեղ այն կարող էր թաքցվել կամ ոչնչացվել։ Նա թաքցրել էր այն վայրում, որը նշանակություն ուներ միայն նրա համար, եւ միայն նրանք, ովքեր իսկապես ճանաչում էին նրան, կարող էին գտնել այն։ 2023 թվականի գարնանը մի խումբ երիտասարդ պատմաբաններ եւ լրագրողներ սկսեցին փնտրել Վահան Հովհաննիսյանի իսկական կտակը, հետևելով նրա կնոջ հուշումին։ Նրանք ուսումնասիրեցին Հովհաննիսյանի կենսագրությունը, փնտրելով վայրը, որտեղ սկսվեց ամեն ինչ։ Նրանք գնացին նրա ծննդավայր, Երևանի կենտրոն թաղամաս, բայց ոչինչ չգտան։ Նրանք ստուգեցին Երևանի պետական համալսարանը, որտեղ նա սովորել էր պատմություն, բայց կտակը չէր այնտեղ։ Նրանք այցելեցին Մատենադարան, որտեղ նա անցկացրել էր տարիներ, ուսումնասիրելով հայկական ձեռագրեր, բայց արխիվները լռում էին։ Եվ ապա մեկը հիշեց. Հովհաննիսյանը իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ սիրել է Հայաստանը առաջին անգամ։ Երբ 10 տարեկանում պապը տալել էր նրան Սարդարապատ, ցույց տալու հուշարձանը եւ պատմելու ճակատամարտի մասին, նրանք գնացին Սարդարապատ, մտան թանգարան եւ սկսեցին փնտրել։ Եվ այնտեղ հին արխիվի անկյունում գտան գիրք Հայաստանի առաջին հանրապետություն, հրատարակված 1968 թվականին։ Գրքի ներսում թերթերի միջև էր ծրար, փաթաթված շաքանակագույն թղթի մեջ։ Նրանք բացեցին այն դողացող ձեռքերով եւ տեսան 17 էջ ձեռագիր Վահան Հովհաննիսյանի ճանաչելի գրությամբ։ Սա էր իսկական կտակը։ Բայց երբ նրանք սկսեցին կարդալ, հասկացան, ինչու դաշնակցությունը վախենում էր հրապարակել այն։ Տեքստը պարունակում էր ոչ միայն անուններ եւ գումարներ, այլ նաեւ ապացույցներ, բանկային փոխանցումների համարներ, գաղտնի համաձայնագրերի ամսերի ամսաթվեր, հանդիպումների վայրեր։ Հովհաննիսյանը նկարագրել էր, թե ինչպես են 2006 թվականին Քաշաթաղի որոշ հողեր փաստացի զիջվել Ադրբեջանին գաղտնի համաձայնագրով, որը ստորագրել են 3 բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նա գրել է, թե ինչպես են 2010 թվականին Սյունիքի հանքերի շահագործման իրավունքները տրվել ռուսական ընկերությանը, շուկայական գնից 30%-ով ցածր, եւ ինչպես են այդ գործարքից միջնորդավճարները հասել անձնական հաշիվներ։ Նա անվանել էր անուններ, ոմանք դեռ կենդանի են, ոմանք դեռ իշխանության մեջ։ Եվ վերջում նա գրել էր մեկ նախադասություն, որը բացատրում էր ամեն ինչ։ Cui bono, ում է շահավետ։ Հետևեք փողին եւ կգտնեք ճշմարտությունը։ Երիտասարդ հետազոտողները կանգնեցին Սարդարատողնեմ թանգարանում, ձեռքներում Վահան Հովհաննիսյանի վերջին խոսքերը եւ հասկացան, նրանք ունեն ընտրություն։ Նրանք կարող են հրապարակել այս տեքստը, ռիսկելով իրենց անվտանգությունը, բայց տալով հայ ժողովրդին իրավունքը իմանալու ճշմարտությունը։ Կամ կարող են թաքցնել այն կրկին, պաշտպանելով իրենց անձնական կյանքը, բայց դավաճանելով Հովհաննիսյանի հիշողությանը։ Նրանք ընտրեցին առաջինը։ 2023 թվականի մայիսի 28-րդ օրը, առաջին հանրապետության հռչակման օրը, նրանք հրապարակեցին Վահան Հովհաննիսյանի ամբողջական կտակը բոլոր հայկական լրատվական կայքերում միաժամանակ։ Հետևանքները եղան ակնթարթային։ Դատախազությունը սկսեց չետատաքննություններ, քաղաքական գործիչներ հրաժարական տվեցին, բանկային հաշիվները սառեցվեցին, եւ ողջ երկիրը խոսեց Վահան Հովհաննիսյանի մասին, ոչ թե որպես անցյալի ձայնի, այլ որպես ապագայի ուղեցույցի։ Բայց պատմությունը չավարտվեց այնտեղ, որովհետև Վահան Հովհաննիսյանի կտակը բարձրացրեց ավելի խոր հարցեր, քան պատասխանեց։ Նա ցույց տվեց, ով է վաճառել երկիրը,
բայց չպատասխանեց ինչպես կանխել, որ դա կրկնվի։ Նա անվանեց անունները, բայց չասաց ինչպես կառուցել համակարգ, որտեղ այդպիսի մարդիկ չեն կարող հասնել իշխանության։ Նա նախազգուշացրեց աղետների մասին, բայց չթողեց ճանապարհ, ինչպես դրանք հաղթահարել։ Եվ դա գուցե էր նրա ամենակարևոր ուղերձը։ Ճշմարտությունը միայն առաջին քայլն է։ Իսկական աշխատանքը սկսվում է հետո, երբ մենք պետք է որոշենք ինչ անել այդ ճշմարտության հետ։ Այսօր, երբ Հայաստանը դեռ փնտրում է իր ճանապարհը միջև անցյալի սխալների եւ ապագայի հույսերի, Վահան Հովհաննիսյանի կտակը մնումաց հարց։ Արդյոք մենք կսովորենք նրա նախազգուշացումներից, թե կրկնենք նույն սխալները նոր դեմքերով։ Արդյոք մենք կպահանջենք հաշվետվողականություն նրանցից, ում նա մեղադրեց, թե կթույլ տանք, որ ժամանակը ջնջի նրանց հանցագործությունները։ Արդյոք մենք կառուցենք երկիր, որտեղ ճշմարտությունը արժեք է, թե կշարունակենք ապրել ստերի մեջ, հարմարավետ, բայց ինքնասպան։ Եվ ամենակարևոր հարցը, որը Վահան Հովհաննիսյանը թողեց մեզ. ով է հաջորդ մարդը, ով կունենա նրա համարձակությունը, ասելու ճշմարտությունը, երբ բոլորը լռում են։ Ով է հաջորդ մարդը, ով կզոհաբերի իր հանգիստը, իր անվտանգությունը, գուցե նույնիսկ իր կյանքը, հանուն այն բանի, Ինչը ճիշտ է, որովհետև Հայաստանը միշտ կունենա պետք այդպիսի մարդկանց։ Եվ եթե մենք չենք պատրաստ լինել այդպիսի մարդիկ, ապա Վահան Հովհաննիսյանի կտակը կմնա միայն թղթի վրա գրված բառեր, ոչ թե ապրող ճշմարտություն։ Բայց գուցե հենց դա է նրա վերջին ուղերձը։ Ճշմարտությունը չի կարող փրկել ազգը, միայն ազգը կարող է փրկել ինքն իրեն, ընտրելով ճշմարտությունը։ Եվ այդ ընտրությունը ամեն օր, ամեն պահ պատկանում է մեզ, նրանց, ովքեր մնացինք։ Վահան Հովհաննիսյանը մեռավ 2014 թվականի դնի դեկտեմբերի 28-րդ օրը, բայց նրա հարցերը դեռ ապրում են, եւ մինչև մենք չպատասխանենք դրանց, նրա ոգին չի հանգստանա, եւ մեր երկիրը չի գտնի խաղաղություն։ Արդյոք մենք պատրաստ ենք լսելու։ Արդյոք մենք պատրաստ ենք գործելու։ Թե կշարունակենք սպասել հաջորդ Վահան Հովհաննիսյանին, ով կգա եւ կասի մեզ այն, ինչ մենք արդեն գիտենք, բայց վախենում ենք ընդունել։